Մեր դասի վերնագիրն է Գեղարվեստի Սևանա լիճը։ Շատ բարի։ Երեխաներ, այսօրվա դասը առանձնահատուկ դաս է ձեզ համար, քանի որ դուք արդեն որպես տնային աշխատանք քեզ հանձնարարել էիք ընտրեիք նյութեր Սևանա լճի մասին։ Եվ այս դասի նպատակն է, երեխաներ, զարգացնել գիտելիքները Սևանա լճի մասին, նրա աշխարհագրական դիրքի մասին եւ կարողանաք կազմել բնապահպանական մտածողություն եւ ինչպես նաեւ ներկայացնել Սևանա լճի առանձնահատկությունները երեխաներ։ Սկսեցինք։ Նախ ես ձեզ ներկայացնեմ Սևանա լիճը, բոլորի ուշադրությունը քարտեզին, երեխաներ, Սևանա լիճը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, սա Սևանա լիճն է, երեխաներ, Սևանա լիճն է։ Սևանա լճի մասին ես ուզում եմ այն աշակերտը, որը ներկայացնելու է Սևանա լճի բնութագիրը, խնդրեմ նուներ կարդում ես գրածը։ Լճի երկարությունը 70 կիլոմետր է, առավելագույն լայնությունը 55 կիլոմետր է, հայելու մակերեսը կազմում է 1260 կիլոմետր քառակուսի, որով ամենախոշորն է Հայաստանի Կովկասի տարածքում։ Սևանա լիճը շորժային ստորջրյա խմբով բաժանվում է երկու մասի՝ Մեծ Սևանի և Փոքր Սևանի։ Լճի առավելագույն խորությունը մոտ 81 մետր է, որը գտնվում է Փոքր Սևանում։ Ճիշտ է, գրածը։ Ես ուզում եմ աշակերտներից մեկը մոտենա եւ մեկ անգամ եւս ցույց տա Սևանա լիճը։ Մելիք ջան, արի ցույց տաք Սևանա լիճը։ Սևանա լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Ահա։ Ցույց տուր Մեծ Սևանա լիճը։ Փոքրը։ Ճիշտ է։ Փոքրը դա է։ Նստի։ Ուրիշներով եմ ուզում ցույց տալ։ Ռոզա ջան, արմյակ դու էլ ցույց տուր Սևանա լիճը, որպեսզի լավ սովորես։ Սևանա լիճը Գեղարքունիք։ Գեղարքունիքի մարզը այս սա է, Ռոզա ջան։ Դե Սևանա լիճն է ցույց տուր։ Սևանա լիճը ամբողջությամբ ցույց տուր։ Այո, ճիշտ է։ Շատ ճիշտ է, նստի։ Արդեն ասացինք, որտեղ էր գտնվում Սևանա լիճը եւ ներկայացրեցինք Սևանա լճի կարճ բնութագիրը, երեխաներ։ Սևանա լճի ջուրը ինչպիսին է։ քաղցրահամ։ Սևանա լճի ջուրը Քաղցրահամ է։ ամբողջությամբ պատասխանի Սևանա լճի ջուրը Սևանա լճի ջուրը քաղցրահամ է, ճիշտ է։ Տեսնեմ ինչ կասես նրա ամենաբարձր լինելու ուղղությամբ։ Սևանի լիճ բարձր լեռնային, Սևանա լիճ բարձր լեռնային քաղցրահամ խոշոր լիճ, Հայաստանի Գեղարքունիքի մարզում ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Այո, ճիշտ է։ Երեխաներ, ես ուզում եմ ձեզ մի փոքր պատմական ակնարկ ներկայացնեմ Սևանա լճի անվան հետ կապված։ Շուրջ 4500 տարի շարունակ Սևանա լիճը կրել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծովակ անվանումը ի պատիվ հայ քնահապետի Ծորան որդու Գեղամի, երեխաներ։ Սևանա լիճը
լեռնաշխարհի Սևանա լիճը հայկական լեռնաշխարհի իր մեծությամբ երրորդ լիճն էր, բայց հիմա արդեն երկրորդ լիճն է, ինչպես մենք գիտենք երեխաներ, Ուրմիո լիճը կամ Կապիտան լիճը, ջրի մագարտակը այնքան է իջել, որ հիմա Սևանա լիճը Վանա լճից հետո արդեն երկրորդ տեղում է երեխաներ։ Բայց Սևանա լիճը ունեցել է մի անուն ևս մինչև Սևանա լիճ անվանումը, ունեցել է մեկ անուն ևս Դաշնավոր երեխաներ, Դաշնավոր նշանակում է ներդաշնակ։ Շուրջ 1000 տարի եւ մի քիչ ավելի արդեն լիճը կրում է որպես առաջնային անուն, կրում է Սևանա լիճ անվանումը երեխաներ։ Իրական Սևանա լիճը երեխաներ կղզու անունն էր, կղզու անունը փոխանցվել էր լճի երեխաներ։ 1900 մինչև 1952 թվականը երեխաներ Սևանը կղզի էր։ 1952 թվականից հետո լճի մակարդակի ջրի պակասեցման հետևանքով այն դարձավ թերակղզի։ Այն դարձավ թերակղզի երեխաներ։ Լճի ջրերը օգտագործում են նաև էլեկտրաէներգիա ստանալու նպատակով։ Դրա համար 1930-ից 1962 թվականներին կառուցվել է Հրազդան Սևան կասկադը, որը ևս նպաստեց լճի ջրի պակասեցմանը, լճի մակարդակի իջեցմանը երեխաներ։ Եվ 1963-ից 1981 թվականներին, որպեսզի ջրի մակարդակը բարձրանա, կառավարությունը ձեռնամուխ եղավ Աղբա-Սևան ջրատար թունելի կառուցմանը եւ Աղբայի ջրերը ջրերի մի մասը հոսեցին դեպի Սևան։ Դա նպաստեց, որ որոշ չափով բարձրանա Սևանի մակարդակը, Սևանա լճի մակարդակը։ Ահա, ուրեմն Սևանա լճում խոսենք կենտանական աշխարհի մասին, տեսնեմ ով տասի կենտանական աշխարհի մասին, ինչ կենտանիներ են ապրում Սևանա լճում։ Սևանա լճում ապրում են սիգ, իշխան, գարած, խեցգետին։ Այո, ինչ կասես իշխանի մասին։ Իշխան դուկը լճում պակասված է, պակասել է և այն գրասված է կարմիր գրքում։ Այո, և այն գրասված է կարմիր գրքում, ճիշտ է։ Ինչ կասես բուսական աշխարհի մասին։ Բուսական աշխարհում կան ջրային բույսեր։ Մարդու համար ինչ նշանակություն ունի լիճը երեխաներ։ Մեզ մարդկանց համար ինչ նշանակություն ունի լիճը։ Կարող ես ասել։ Մարդիկ գալիս են Սևան, հանգստանում են, լողանում են և հաճելի ժամանակ են անցնում։ Այո, ճիշտ է, ուրիշ, ինչ կասես Գորջան։ Մարդիկ գնում են Սևանա լիճ, ջուրը խմում են տեղից ձկնորսություն են անում։ Ձկնորսություն են անում։ Ասացինք Սևանա լճի ջուրը ինչպիսի ջուր է։ Սևանա լճի ջուրը։ Սևանա լճի ջուրը քաղցրահամ ջրերից մեկն է։ Այո, քաղցրահամ ջրերից մեկն է։ Կարող ես ասել, որպես մարդու համար նշանակություն ունեցող լիճ։ Սևանը ոչ միայն ջրի կարևոր աղբյուր է, այլև գեղեցիկ հանգստավայր։ Հանգստավայր է, որտեղ մարդիկ գալիս են լողալու և հանգստանալու։ Լճում ապրում են հայտնի իշխան ձուկը, որը Հայաստանի խորհրդանիշներից է։ Լճի թերակղզու վրա է գտնվում Սևանա վանքը, որը պատմական հուշարձան է և ունի հրաշալի տեսարան դեպի լիճը։ Սևանը մեր հարստությունն է։ Ճիշտ է։
Խոսեք ջրի պահպանության մասին երեխաներ։ Այդ օրինակ, Սևանա լճի պահպանության մասին միշտ է եղել այդ խնդիրը, այդ հարցը միշտ եղել է։ Կասես Արման ջան։ Այո, բնապահպանության խնդիրը եղել է բոլոր ժամանակ։ Այո, բոլոր ժամանակներում է եղել։ Ճիշտ է։ Օրինակ Աքսանա ջան, դու ինչ կասես որպես բնապահպանական խնդիր։ 2001 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենքը Սևանա լճի մասին, որով սահմանվում են արտանետումների, արտահոսքերի և թափոնների թույլատրելի նորմերը, սակայն հեղխեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը։ Ճիշտ է, դու ինչ կասես Մարիամ ջան, որպես բնապահպանական խնդիր, ինչի մասին ես գրել։ 1995 թվականից յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին կիրակի նշվում է Սևանի լճի օրը։ Օրվա խորհուրդն է Սևանա լճի պահպանությունը։ Այո, ճիշտ է։ Սևանա լիճը հայտնի է գույնը մեկ փոխելու իր յուրահատուկ հատկությամբ։ Կախված եղանակից այն կարող է ունենալ կապույտ և կանաչ գույների ամենատարբեր երանգները։ Ճիշտ է, սա Սևանի առանձնահատկություններից մեկն է։ Իսկ այդ բնապահպանական խնդիրը ասացինք, որ բոլոր ժամանակներում է եղել երեխաներ։ Ինչ որ օրինակ գիտեք, ինչ որ օրինակ գիտեք, ասենք ձեր անցած դասերից, այլ առարգաներից, ինչ օրինակ կարող եք ասել, որ հասկանանք, որ բոլոր ժամանակներում կա այդ խնդիրը։ Ասա Արման ջան։ Արագելեցիկը մենք սովորել ենք երրորդ դասարանում արագելեցիկ դասը, որ արագելեցիկը իր ընկերների հետ գնում է Արցախ, բարձրանում լեռը, որս անում և բաց թողնում Սևանա լճի ափերին։ Բերում բաց թողնում Սևանա լճի ափերին։ Ճիշտ է, ահա։ Երեխաներ, որպեսզի մենք այստեղ պետք է խոսենք նաև լճի մաքրության մասին։ Ինչ կասենք սրա։ Որպես պահպանություն լճի։ Մենք որ Սևանա լիճը կեղտոտենք, այդ ջուրը նորից մենք ենք խմել։ Այո, վնասում ենք նաև մեզ։ Ճիշտ ես ասում, ճիշտ է։ Ուրիշ ինչ կարող ես ասել։ Ձկնորսություն անենք ճիշտ ժամանակին։ Ապրես ճիշտ է, ինչ կասես դու։ Պահպանել շրջակա աշխարհը, Միջավայրը։ չկեղտոտել բնությունը։ Շատ բարի, դու ինչ կասես։ Պետք է չկեղտոտենք, որպեսզի բնությունը պահպանվի։ Իսկ բնապահպանական որպես բնապահպանական խնդիր դու ինչ ես առանձնացրել։ 2001 թվականին ակտիվացան քննարկումներն ու աշխատանքները Արփա-Սևան թունելի վերականգնման ուղղությամբ։ Դա անհրաժեշտ էր, որպեսզի հնարավոր լիներ ավելի շատ ջուր տեղափոխել լիճ և կանգնեցնել ջրճասման վտանգը, որը սպառնում էր լճին 90-ականների մեծ բաստոնյուններից հետո։ Ճիշտ է։ Այսինքն մենք պետք է հոգ տանենք նաև լճի մակարդակի բարձրացման ուղղությամբ երեխաներ։ Ճիշտ է։ Ահա, որպեսզի ամփոփենք երեխաներ մեր լսածը, մեր սովորածը, այդ ուղղությամբ կատարենք մի հատ խմբային աշխատանք։ Ես խնդրում եմ արագ խմբեր կազմենք, շուռ եք գալիս արագ։ Ես դեպքեր, ահա։ Սա արագ պատասխանելու
Տեսնում եմ ավարտել եք։ Այս խումբը ներկայացնի իր պատասխանը։ Ներկայացրեք ձեր պատասխանը։ Իշխանն ապրում է Սևանա լճում։ Ձեր պատասխանը ճիշտ է, ձեր պատասխանը։ Սևանա լիճը գտնվում է Գեղարքունիքի մահ։ Ճիշտ է։ Մյուս հարցը։ Այն քաղցրահամ ջրով լիճ է։ Ճիշտ է։ Ձեր պատասխանը։ Սևանա լիճը քաղցրահամ լիճ է։ Ճիշտ է։ Ապրեք։ Երեխաներ։ Բերեք ամփոփեք։ Մի հարց եմ ուզում ձեզ տալ։ Այսօրվա դասից դուք ձեզ հետ ինչ եք տանել։ Ինչ նոր բան սովորեցիք նախ։ Ինչ նոր ինչ քեզ համար ինչն է նորություն։ Սևանա Մայրա ջան, քեզ լսել դու մտածվի։ Այո։ Մաքուր բարեհետ շրջակա միջավայր։ Լավ, դու ինչ սովորեցիր։ Ես սովորեցի, որ պետք է չկեղտոտել և աղբ չնետել Սևանա լեզու։ Շատ բան, երեխաներ։ Ինձ թվում է բոլորտեղ սա պատկերացրեցիք, բայց հարցս հետևյալն է, օրինակ դուք միասին աշխատեցիք, միասին ինչ գրեցիք։ Աշխատանք արեցիք, հարցերին պատասխան տվեցիք, իրար հետ ինչ արեցիք։ Ասա տեսնեմ։ Համագործակցեցիք, մեկը օգնեցիք։ Այս զգացողությունները դուք ձեզ հետ կարող եք տանել, որ մյուս դասերին ավելի լավ համագործակցեք, իրար օգնեք, որպեսզի ձեր աշխատանքը լինի արդյունավետ։ Հիմա ես ձեզ հանձնարարում եմ մեկ անգամ ևս ընթերցեք դասը ու պատմեք, բացի այդ ես ձեզ հանձնարարում եմ այն աշակերտներին, ովքեր ոչ չունեին դրած տեղեկություններ, վերցնել վերնագից աշխատեն այդ ուղղությամբ, գրեն տետրերի մեջ ու ինչպես նաև հանձնարարում եմ երեխաներ, փորձեք մյուսներ դեր նկարել Սևանի որևէ նկար։ Մենք այստեղ ունենք ձեր ընկերների նկարած նկարներ, հա, տեսնում եք երեխաներ, փորձեք մյուսներ դեր նկարել։ Լավ,